Ինչ հարգելի հեռուստատողներ, ժամանակն է հրավիրել մեր հյուրին, իսկ հյուրը իմ այսօր ուրոլոգ բժշկական գիտությունների թեկնածու Վարդգես Ավագյանն է, ողջույն բժիշկ Ավագյան։ Մենք այսօր խոսում ենք ցիստիտի մասին եւ փորձում ենք հասկանալ ձեր լսած ամենահետաքրքիր ձևակերպումը, ինչպես են օրինակ ձեզ ներկայացրել հիվանդի գանգատը։ Գիտեք, ցիստիտը այնքան բազմազան ձևով արտահայտվում է, այնքան տարօրինակ ձևով կարա հիվանդը ներկայացնի, որ հիմնականում դա եթե ասենք հետաքրքիր, ապա ոչ կապված ցիստիտի հետ տարբեր գանգատներ են ներկայացնում, բայց ասում են դա ցիստիտ է։ Դա կարելի ասել արտառոց դեպքերն են, բայց եթե մենք խոսում ենք մեր իմացած ցիստիտի մասին, ապա դա ցավոտ միզարձակությունն է եւ հաճախ միզարձակությունն է, որը որ հիմնականում կանայք ներկայացնում են այդ գանգատը բժիշկին։ Շատ դասական կերպով ներկայացրեց մեր բժիշկը, բայց մենք այնուամենայնիվ կփորձենք ավելի պարզ տարբերակներ ասել։ Սկսենք նախ պատճառներից կամ դրսևորումներից, որովհետև օրինակ կհամաձայնեք, երբ ցիստիտ ասելով մենք հասկանում ենք միզապարկի բորբոքում, հա, բայց բուժառուն միշտ նկատի ունի հաճախամիզությունը։ Արդյոք ցանկացած հաճախամիզություն դա ցիստիտ է։ Եթե մենք ուզում ենք հասկանանք հա ցիստիտը դա ինչ է, ապա դասականորեն ինչպես դուք ասեցիք, դա միզապարկի բորբոքում։ Իհարկե իզոլացված հիմնականում միզապարկի բորբոքում դա շատ քիչ է լինում, դա կոչում ենք միզուղիների ինֆեկցիա։ Չի կարելի դասակարգել դա այդպես, որ եթե ես ունեմ հաճախամիզություն, ապա դա ցիստիտ է։ Ոչ մի դեպքում, որովհետև մեզ մոտ գանգատները մի շարք են, որոնցից մեկն է ընդամենը հաճախամիզությունը։ Հաճախամիզությունը դա կարա կապված լինի թե մարդու նյարդային համակարգի հետ կապված, թե ճնշման բարձրացման հետ կապված, թե շաքարային դիաբետի առկայության, այսինքն ուրիշ հիվանդությունների պատճառով, թե գինեկոլոգիական խնդիրների պատճառով, ընդհանուր միջև պրոկտոլոգիական խնդիրների, որոնք կարող են բերել այդ նույն հաճախամիզությանը։ Այսինքն մեզ մոտ կարա լինի զուտ միզապարկի աշխատանքի խանգարում։ Այսինքն մեզ մոտ կա միզապարկ, որը աշխատող օրգան է։ Որ նորմալ չի աշխատում։ Նորմալ չի աշխատում։ Ինքը կարող է խախտվի իր կրճատողականությունը, ճնշման ներսի բարձրացում լինի, նույն միզապարկի ներսում, զգայարանների խախտում լինի, եւ այդ բոլորը բերում են հաճախամիզության։ Ցիստիտը հիվանդություն է թե ախտանշան։ Իհարկե դա հիվանդություն է, դա միջազգային մեր կլասիֆիկացիայով դա համարվում է հիվանդություն, այսինքն դա կոնկրետ ախտորոշում է։ Պատճառները եւ թե ինչպիսի ցիստիտներ գոյություն, դա բազմազան են, ինչպես ես ասացի, մի շարք տարբերակներ կա։ Ամաչել, բժշկի չգնալ, ասել դե այս թվին կարծում եմ, որ դա նորմալ չի։ Ես գիտեք, անգամ այստեղ մեկին ունեմ, հագնվել էր, ասում ես չէ, չեմ գաբան, բայց համոզեցի, ասացի լավ բժիշկ է գալու, արի ներկայացրու գանգատներդ, պատմենք, հասկանանք ինչով կարող ենք օգնել։ Ամաչելու իմաստ չեմ տեսնում։ Ինչից ամաչել, եթե դու ունես խնդիր, ունես գանգատ, այդ դեպքում պետք է գնալ բժշկի եւ բաներ կա, որոնց հետ պետք է ամաչել, ես ես նկատի ունեմ այս ցիստիտի հետ կապված։ Ցիստիտի հետ համաձայն է։ Ասում են, որ կանանց ու տղամարդկանց մոտ շատ տարբեր է հաճախությունը ցիստիտների եւ մոտավորապես կանանց մոտ 10 անգամ ավելի հաճախ է հանդիպում ցիստիտը։ Ինչով է դա պայմանավորված։ Դա պայմանավորված է առաջնահերթ կապված իրենց անատոմիայի հետ։ Գիտենք, որ կանանց մոտ է գոյություն ունի հորմոնալ մի ֆոն, որը որ տարիքի հետ փոփոխվում է, մենք ունենք ծննդաբերություններ, հղիություններ, սեռական կյանք, հա, այդ ամեն ինչը մեզ մոտ նախադրյալներ են, որոնք բերում են ավելի հաճախ ցիստիտի լինելիության, որ այդ հիվանդությունը սկսում է արտահայտվել։ Բնական է, հիգիենայի պատճառներն է, որ մարդ պետք է ճիշտ իմանա։ Այդ հիգիենայի պատճառը եկեք ես միշտ սիրում եմ դա նշել, բացատրել։ Եկեք ասենք ամենակարևորը, որ եթե լինում է ցիստիտ, շատ հաճախ բնականաբար ուղարկում ենք մեզի անալիզի եւ մեզի բակ անալիզի մեջ ամենահաճախ ինչ ենք հայտնաբերում։ Ցանկացած ինչ-որ մի բակտերիա, որից ամենահաճախը Escherichia coli է, աղիքային ցուպիկը։ Ոնց հայտնվեց աղիքային ցուպիկը այնտեղ։ Մեզ մոտ բնականորեն այդ միկրոբը ապրում է մեր աղիքստամուսային տրակտում եւ տեղակայվում է ուղիղ աղիքում։ Գինեկոլոգն ու ուրոլոգը իրար հետ համագործակցելով եւ ճիշտ խորհուրդներ տալով մեր կանանց աղջիկներին պետք է փորձեն կանխարգելել այդ խուսափեն, որ այդ ինֆեկցիան չարտահայտվի։ Մինչդեռ բուժառուների 90%-ը, եթե դու փորձում ես հասկանալ, ասում ես, իսկ դուք ինչի հետ եք կապում, ինչից հետո ձեզ մոտ այդ ցիստիտ ասածը ձեր կարծիքով զարգացա, միշտ ինչ են ասում, բժիշկ ջան, մրսացրել եմ։ Մրսացրել եմ։ Մրսացնելը դա ընդհանրապես
պատրվակ է։ Մրսածությունը ստեղծում է այն եղած պայմանները, որ արտահայտվեն։ Բայց այդ պայմանները արդեն կային, եթե պայմաններ չլինեին, դուք ինչքան ուզում եք կոպիտ ասած մրսացրեք, ձեզ մոտ ցիստիտ չի լինի։ Բայց մեզ մոտ այս կառուցվածքից բացի մեր հերթական քայլերը, որոնք մեկ գոյություն ունեն միզապարկ, ուրեմն միզածորան հասկացողությունը եւ ռեֆլյուքս հասկացողությունը, գոյություն ունի միզապարկի սխալ աշխատանք եւ լարվածություն, որոնք բոլորը նույնպես արդեն Իրանից անկախ է։ Դա արդեն հիգիենայի հետ կապված չի, սա արդեն մեր ներսի ֆիզիոլոգիան է, որ եթե մեր մոտ մեզը կարողանում է արտահոսք ունենալ դեպի վերև եւ ներքև, այդ դեպքում դա նույնպես նպաստում է։ Եթե մեր մոտ միզապարկը աշխատանքը խանգարված է, ապա դա նույնպես բերում է նրան, որ բակտերիաները ավելի հեշտությամբ կարողանան ապրել այդ միջավայրում։ Սա մեր միզապարկն է, դիցուկ։ Եվ մեր միզապարկի մեջ հայտնվեցին ինչ որ քանակությամբ հայտնվեցին, այսպես ինչ որ միկրոբներ։ Ահա, հիմա ես վերադառնամ այն ձեր հարցին, հիշում եք, որ ասեցիք գնացինք անալիզ տվեցինք։ Այդ լավագույն տարբերակն է, երբ որ բժիշկը կամ բուժառուն սկսում է իսկապես ճիշտ հերթականությունից, այսինքն չի սկսում ինքնաբուժումից, չի սկսում բժիշկը շտապ որևէ ինչ որ մի խայտարակ անտիբիոտիկ նշանակելուց կամ նաև դրա հետ միասին մեզ մոտ գնում ենք դեպի մեզի անալիզ։ Մեզի անալիզը տվեցինք եւ մենք ունենք երկու մեզի անալիզ։ Մենք ունենք ընդհանուր մեզի անալիզ եւ ունենք բակտերիալ քննություն, եւ որի նաեւ ընտրվում են ինչ դեղամիջոց է աշխատում։ Համաձայն եմ։ Գիտենք, որ ճիշտ կլինի հանձնել ընդհանուր անալիզ մեզի, ճիշտ կլինի հանձնել բակտերիալ անալիզ, այսինքն բակտերիալ ցանց, հասկանալ ինչ էր, ինչ հարուցիչ էր, բայց դա տևում է մի քանի օր։ Շատ ճիշտ է։ Իսկ բուժառուն եկել է եւ այդ պահին ունի անտանելի ցավեր, ասում է բժիշկ ջան, ես մի քանի օր չեմ սպասի։ Մի բան նշանակեք, խնդրում եմ։ Բայց մենք ոչ չենք սպասում լաբորատորիայի պատասխանին։ Գոյություն է ուրոսեպտիկներ։ Այդ ուրոսեպտիկները կանխում են, բուժում են եւ դա համարվում է առաջի գիծ բուժման։ Եվ ըստ այնմ, եթե դա արդեն ճիշտ եկավ պատասխանը, որ դա էլ նույնպես ճիշտ է ընտրվեց գայունը, դրա հետ կարելի է կոմբինացնել նաև ուրիշ դեղամիջոցներ, որոնք թեթևացնեն սպազմոլիտիկներ եւ այլն։ Այսինքն մենք սկսում ենք ոչ հակաբիոտիկներից, ունենք դեղամիջոցներ եւ թեթևացնում ենք մինչեւ ստանանք պատասխանները եւ անհրաժեշտության դեպքում նոր անցնում ենք հակաբիոտիկ։ Բայց մի հատ ճշտում կատարեմ։ Հիշում եք, դուք ասեցիք, բայց կաղոպատայի դա ցիստիտ չի, այսինքն սա կարող հաճախամիջություն է կապված միզապարկի աշխատանքի խանգարումից, որը շատ հաճախ լինում է եւ սկսում են բուժել էլի թեկուզ դրանով։ Մենք անցկացնում ենք սկզբնական, ուրեմն ուրոդինամիկ հետազոտություն, որի ժամանակ ես բացահայտում եմ, տեսնում եմ, մեզ մոտ խախտում կա աշխատանքի եւ դա առաջնային է, երկրորդային է, տեսնում եմ մեզի անալիզի հետ միասին ինչպես է դա համընկնում։ Եվ այդ պարագայում ես կարողանում եմ, եթե կարիք չկա, ընդհանուր խուսափել կարելի է դրանից, մենք հանգստացնում ենք միզապարկը, դրանով խնդիրը ավարտվում է, այլ ոչ թե երկրորդային սկսում ենք նաև բուժել ու հետո այս հիվանդը sense պտույտով սկսում է թե բժիշկներով, թե գինեկոլոգ, ուրոլոգ եւ այլն, ի վերջո հասնում է մինչեւ հոգեբուժի գործը, որովհետեւ երբ որ խանգարումը զգայարանների չի անցնում, ապա այս կնոջ մոտ արդեն առաջանում է բավականին լուրջ հոգեկան խանգարումներ։ Ձերքս հոգնեց, որովհետև մի ժամ սպասում եմ, որ ինձ թույլ տաք վիրաբույժները բուժել։ Այո, որ ես ավելացնեմ, այսպես ասենք, մեզի ծավալը, որովհետև շատ հաճախ մեր բուժառունները, որոնք ունենում են ցիստիտ, սկսում են խուսափել ջուր խմելուց։ Ասում եմ ջուր չխմեմ, որ շուտ-շուտ չվազեմ զուգարան։ Բայց ես ուզում եի ցույց տալ, որ ախր եթե շուտ-շուտ խմում ենք, մենք նոսրացնում ենք, գույնը բացվում է։ Ոչ թե խուսափել է պետք ջրից, այլ պետք է հասկանալ, որ ամեն մարդ ունի իր օրգանիզմին, քաշին, համապատասխան տարիքին, եղած ուրիշ հիվանդությունների, ջերմաստիճանին, արտաքին հեղուկի քանակություն, ոչ թե այսպես ասեմ ավելի ճիշտ, որ պետք է ինքը ստանա, ոչ թե պետք է խուսափել, այլ պետք է ճիշտ քանակությամբ։ Ցիստիտ չկա, դա ոչ մի նշանակություն չունի, ինքը պետք է ջուրը խմի։ Միանշանակ։ Առավելևս ջուր խմելն էլ է պետք ճիշտ խմել։ Վերցրեք մի անգամից մի 3 բաժակ միանգամից ջուր խմեք։
դա օգտակար է, այո թե ոչ։ Խորհուրդ են տալի, ասում են 2 լիտր հեղուկ պետք է անպայման խմեք։ Բայց չի նշանակում մի անգամից։ Եվ բայց դա չի նշանակում, որ մի անգամից։ Ոչ, այնպեսի սրտխառնոց կառաջանա։ Այդ չի, որովհետև դա միզաքարին հիվանդության ժամանակ էլ են այդ խորհուրդը տալի, որովհետև դա էլ է նաև նպաստում ուրեմն միզուղիների ինֆեկցիայի կրկնմանը, հա։ Անպայման պետք է հեղուկը բաշխված օգտագործել, բաշխված։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստատողներ, ես կարծում եմ, որ մենք բոլորս հասկացանք, որ ցիստիտի պարագայում գնալ դեղատուն հակաբիոտիկներ վերցնել, ինչ որ պրեպարատներ վերցնել ու սկսել անկանոն խմել, դուք ընդամենը կբերցնեք լավագույն դեպքում սուր վիճակը կտանեք քրոնիկի եւ տարվա ընթացքում 5, 6, 10 անգամ կունենաք այդ խնդրեմը, շատ ավելի բարդ կլինի հետո բուժել, շատ ավելի դժվար կլինի։ Ամաչելու ոչինչ չկա, ել եմ ասում, ամեն երկրորդ կինը կյանքում բախվել է գոնե մեկ անգամ ցիստիտի հետ եւ ամենակարևորը ցիստիտը գրագետ աշխատանքի դեպքում բուժվում է։ Հիգիենա, համապատասխան ախտորոշում, ճիշտ բուժում եւ ամեն ինչ լավ կլինի։ Շնորհակալություն, հիշեցնեմ իմ հյուրը բժշկական գիտությունների թեկնածու ուրոլոգ Վարդգես Ավագյանն էր։ Մնացեք մեզ հետ։ Շնորհակալություն։